առաջին անգամա որ տեսնում ես, հա, սենց անկում դե բարի գալուս կրիպտո շուկա, որտեղ այս ամեն ինչը շատ նորմալ է, որտեղ որ 15%-ի եղածը ինչ է անկման, իսկ ինչով է նորմալ այս անկումը։ 2021 թվականի ցիկլին օրինակ Bitcoin-ը 4000-ից աճել է, հասել է մինչև $65000, այսինքն 15 անգամ բարձրացել է։ Ու այդ աճի ընթացքում, այս մի տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր չափի կոռեկցիաներ։ Մայիսին 2020 թվականի 20%-ի անկում է տեղի ունեցել։ Սեպտեմբերին 20 թվականի էլի մոտ 20% անկում ա եղել։ 21 թվականի հունվարին տեսնենք, որ 30-32% անկում ա եղել։ Ու այս անկումները եղել են ընդհանուր աճի տենդենսի շրջանակներում։ Այսինքն, երբ որ կուրսը բարձրանում է, ինչ որ պահ է գալիս, որ շուկան գերհագեցած է դառնում, գերտաքացած է դառնում, կոռեկցիա է լինում, գինը ինչ որ չափով իջնում է, հետո շարունակում է բարձրանալ։ Այսինքն, սա նորմալ երևույթ է կրիպտոյի մեջ, որը այս ոլորտի վետերանները, եթե կոչենք, հաստատ տեսել են, էլի, ու նորմալ է դա համարվում։